Ողջույն ձեզ հայրենիք։ Այսօր այս հաղորդման մեջ մենք ձեր գիտության, հասարակության առջև առաջին անգամ կբացահայտենք մի առեղծված կապված Խորանի նշանակության, նրա ծագումնաբանության եւ Խորանի առնչության էություն գերաստվածության հետ։ Հավատացնում ենք ձեզ, որ անգամ ակնառու գիտնականների ոգևոր բարձրաստիճան հայրեր այս խորությամբ այս ամենը չգիտեն։ Օրարտական մի շարք շինություններ կրում են իրենց նշանակություն ներկայացնող արձանագրություններ։ Այդպես կա մեկնաբանվում է տաճար, կուրա, նույնպես տաճար, գալ, իբր մեծ պալատ, արի զորանոց, թերևս, մյուր, տաքստոչ նմարան եւ այլն։ Այս մեկնաբանությունները վիճարկվում են, սակայն տեսաբանները միաձայն գաղափարագիրը, որը հանդես է գալիս նաև որպես ցուցիչ, մեկնաբանում են ու ընդունում տուն իմաստով։ Կապունի արդյոք այս հայոց էություն աստվածության հետ։ Առաջին հայացքից թվում է, որ ոչ։ Առավելևս, որ այդ համարվում է փոխառություն շումերական աղբյուրներից, բայց չշտապենք։ Բարեբախտաբար գաղափարագիրը նույնպես որպես բացահայտիչ եւ տուն իմաստով հայտնվում է խեթական սեպագիր արձանագրություններում, ինչպես կա խեթերեն իր, նա ոսկորների տուն, իսկ առաջինը բնակարան, անկարետուն եւ խեշտա ոսկորների տուն արտահայտությունները։ Սրանք առնչվում են առաջավոր Ասիայում համատարած մի դիցական պատկերացման հետ, ըստ որի ոգին տիեզերական եւ անհատական բնակվում է, ապրում է քարում, ժայռերում, քարանձավներում, ծնվում է այդտեղից եւ հետո վերադառնում նորից քարի մեջ։ Դուք երևի կռահեցիք Սասնա փոքրների փակվելու իմաստը քարայրում եւ նրա խոստումը դուրս գալու այն ժամանակ, երբ աշխարհը քանդվի եւ մեկ էլ շինվի։ Դուք կարող եք նաեւ կռահել, թե ինչու փարավոնները թաղվում էին լեռներ խորտանշող բուրգերի մեջ։ Դուք կարող եք նաեւ կռահել քարանձավների սրբավայր որպես օգտագործումը միժականության մեջ մասնավորապես քարագերտ եկեղեցիները։ Դուք նաեւ կարող եք կռահել, թե ինչու Քրիստոսը ծնվեց քարանձավում եւ փակվեց, թաղվեց քարանձավում, որտեղից հետո նա պիտի համբարձվեր երկինք։ Այս բոլորի հետ կապ ունի նաեւ հայերեն այր, քարայր, այրում, մարդ հասկացությունը, որը ինտատեքստով ունի ժայռի մեջ գտնվող ոգի, որից դուրս է գալիս եւ այդ ոգին հայտնվում է մարդու մեջ։ Արդեն խետական իր բնակարան հասկացություն իր մեջ պարունակում էր այր իմաստը, որովհետև նախոսակցական լեզուն տալիս է պիրուաշ, պարնաշ անվանումները տուն իմաստով եւ ամենաշատից դուք տեսաք պարնաս անունը լեռ երկագակ լեռան, որի կատարին ապրում էր Ապոլոնը հունական դիցաբանության։ Այո, այդ բառերը նշանակում են արդեն ժայռ եւ ոչ պատահականորեն առնչվում են եւ նույն անունով ընկերական համատարած ամպրոպի մի աստվածության հետ, որը խեթական աղբյուրներում ներկայանում է որպես պիրուա, սլավոնական նույն պերունն է, բալտիկյան նույն պերկունասն է, սլավոնական նույն պիրինն է, որի անունով կոչված է բոլորական այս սիգարետը, երևի չգիտեիք, եւ այս բոլորը ասեցինք առնչվում է ոգի լեռ հասկացության հետ։ Ինչ վերաբերվում է խեշտա ոսկորների տուն հասկացությանը, ապա այն ևս առնչվում է դիցական մի պատկերացման հետ եւ կապվում է ավելի ստույգ դիագիզման միջոցով թաղման արարողության հետ։ Ըստ խետական եւ ընդհանրապես արիական ավանդույթների հանգուցյալի դին կարգով տանում են դեպի սրբազան խարույկը, այրում նրա վրա, ոսկորները տեղադրում մի սափորի մեջ, սափորը տեղադրում հատուկ մի վրանի մեջ, որ արդեն ինքը խորհրդանշում էր լեռ, կատարում այդ վրանի առջև կիսակատարություններ, հետո այդ սափորը թաղում ժայռի մեջ, իսկ նրա բացակայության դեպքում հողում
վերջին պարագային արդեն գերեզմանի վրա կառուցելով քարե տուն, որ հենց կոչվում է Էհեշտա ոսկորների տուն, այսինքն այնա քարե տունը եւ Էհեշտա ոսկորների տունը նույն իմաստուն են, առաջի պարագային դա ոգին այնտեղ ապրում, աստվածային ոգին, երկրորդ պարագայում արդեն մարդու ոսկորներն են։ Ըստ նախնյաց պատկերացման ոգին չի մնում ժայռի մեջ, նա այնտեղից անցնելու էր անդրաշխար հատելով տիեզերական ստորգետնյա ջրերը։ Այդ պատկերացումը համատարած է նույնպես շումերական աղբյուրներում խոսքում է Արալիի ջրանցքների մասին ստորգետնյա, դա կապված է առ մեր աստվածության հետ։ Եգիպտոսում պատկերացնում են, որ Ռա աստված արեկակնային իջնում է ամեն գիշեր Յարու անդրաշխարհային ծովը, երկնային ծովը, որ Յարուն եւ Ռան նույնպես արի հետ են կապված, եւ երևի կրայեցիք նաեւ Ստիքս գետը, մուրացության գետը, որը կա դիսֆունական դիցաբանության մեջ, որի մասին ակնարկում է եւ Դանտեն իր աստվածային կատակերգության մեջ։ Այսպես մենք ունենք մի հասկացություն համատարած, տեսնում եք, եւ իրեն տարբերակներով ոգի ժայռից ոգու անցումը անդրաշխար եւ հետո այնտեղից վերադարձը եւ այդ անցումը կատարվում է մակույքով։ Այս բոլոր հասկացությունները հասել են մինչեւ մեր օրերը։ Նույնիսկ մեր թաղումների ժամանակ Քահանա կամ հոգևոր հայերը եւ հրամիջապես թաղումից առաջ աղոթք է կարդում, դա գալիս է հնուց, որ ուղեկցեն հոգուն դեպի անհրաժար։ Դագաղը տապանը իմաստավորում է նավ, այսինքն լողարը դեպի անդրաշխարհային ջրերի միջոցով դեպի այն աշխարհ։ Այս բոլոր հասկացությունները կապված են նաեւ մեր դիցական հասկացությունների հետ, ըստ ավանդույթների արևը Վան լճի հատակում է ամի գիշեր իջնում ու ամեն առավոտ բարձրանում, իսկ մնացյալը հայերը նույնպես ունեին ավանդույթ, ըստ որի տղամարդու ոգին վերադառնում է քարի մեջ եւ ընդունակ է նույնիսկ այդ վիճակից բեռնավորելու կանանց, որտեղից քարակերտ ֆալոսների ավանդույթը, որոնք գտնվել են դաբարաններում, որոնք գտնվում են այգիներում, այդտեղից գերեզմանակարերի ավանդույթը դուք կրայեցիք նաև գերեզմանատուն հասկացությունը, որտեղից է գալիս, կա նաև աստղատուն, որի մասին մենք կանրադառնանք քիչ հետո, եւ լեռների պաշտամունքը, լեռների գագաթներին տաճարի կառուցելու այդ ավանդույթը, այս բոլորը ուրեմն ծնվում են մի ընդհանուր թեմայից, ոգի լեռ հասկացության, եւ հասկանալի է, որ անպայման այսպիսի գաղափարները պետք է որ ծնվեին մի լեռնաշխարհում, այն էր հրաբխային, որովհետեւ նախնյաց համար հրաբուխն ու կայծքարը պիտի որ թողնեն այն տպավորությունը, որ քարի մեջ կա ոգի, ինչպես մինչև այսօր մենք օգտագործում ենք քարի մեջ արյուն կա։ Լավ, շատ բարի, մենք հայտնաբերեցինք տուն հասկացողությունը, մի քիչ ավելի խորը քան ուրարտական արձանագրություններում կամ մեկնաբանությունների ասում, ոգու տան հասկացողություն իրար հետ, եւ այդ ամբողջ ավանդույթը որ ասել եմ նաեւ մեծ մինչեւ մեր օրերը, բայց ինչ կապ խորանի եւ էության միջեւ։ Առածվածի հաջորդ օղակը մենք գտնում ենք շումերական աղբյուրներում։ Ըստ շումերական հնագույն պատկերացումների տիեզերքը ստեղծել է Նամու դիցամայրը, երկորյակների մայրը, ստեղծելով մի լեռ, ամենահավանականորեն երկագատ, դուք դա հիմա կռահեք, եւ այդ լեռը ստեղծվել է որպեսզի բաժանի երկինքն ու երկիրը։ Այսպեսով ստեղծվում է տիեզերքի եռահարկ կառույցի մի մոդել, առաջին շերտում երկինքն էր, շումերեն կոչվում էր ան, երկիրը კი եւ ընդերք կուր անանուններով։ Համապատասխանորեն ձևավորվում են շումերական 3 գլխավոր աստվածությունների երրորդությունը։ Անը ներկայացնում է երկինքը, Էլիլը ներկայացնում է մթնոլորտը, նա 4 քամիլիների տիրակալն է, եւ Էնկին ստորգետնյա ջրերի տիրակալը եւ իմաստության տիրակալը։ Այստեղ հարկ է ասել հետեւյալը, որ Էնլիլը աստվածները կարևորվում են այս ժամանակներին ու անդադ վերափոխվում։ Երրորդ հազարամյակի Քրիստոսից առաջին կեսում կարևորվում է շումերական դիցարանում Էնլիլը։ Եվ նա ունի կուրգալ մականունով։ Բառացի նշանակում է մեծ լեռ կամ հզոր ժայռ, ահա մենք ելի վերագտնում ենք հայկական լեռնաշխարհում այդքան տարածված այդ հասկացողությանը։ Էնլիլի գլխավոր տաճարը Նիպուր քաղաքում կոչվում է Կուր,
բառացի նշանակում է լեռան տուն։ Մենք արդեն ամենջապես գտանք կապը ուրարտական էկուրա տաճարի եւ շումերական տարբերակը գտնում ենք էկուր լեռան տուն, այսինքն մեկնաբանները սխալվել են, ոչ թե հենց այնպես էկուրան տաճարը, այլ լեռան տուն է։ Կուր եւ խուր հավասարապես շումերերեն նշանակում է լեռ, ասեցինք ընդերք, նշանակում է տեղ, նշանակում է վայր, օգտագործում է նաև ավելի լայն լեռնային երկիր առումով, երբեմն նույնիսկ օգտագործում են թշնամի երկիր, որ արդեն հուշում է, որ շումերները նկատառում են ինչ որ մի լեռնաշխարհ, որի հետ միշտ չէ, որ լավ հարաբերությունների մեջ են գտնվում։ Բայց հայերեն այդ կուր խուրը ունի իր զուգահեռները, մենք ուր պինգը, կարծրը, ունենք քարը, ունենք կուրքը, որոնք նշանակում է քարակերտ դիցարցան, ունենք ուրեմն ամբողջ շարքը քարերի առումով, բայց եւ խուր արմատով ունենք խուր կրակը, ունենք խարել խորովելը, ունենք կրակ բառը, որը ըստ տեսաբանների նախապես եղել է կուրակ, ում սեղվել է, դուրս է գալիս որ մենք ունենք այս բոլոր զուգահեռները շումերականների, բայց գա դեռ ավելի։ Պարզվում է, որ դիցական այս պատկերացումները շումերական, որ համարվում է զուտ շումերական, բացարձակապես նույն իմաստով հայտնվում են Սասնա ծռերում, որի մասին շատ մեծ մտածողներ խոսել են, նշել են, որ դա գաղտնագիտական դեռ անվերցանելի մի գործ է, եւ մենք շատ շուտով դրա կհամոզենք դրանում։ Մեր դիցամայր ծովինարը, ինչպես շումերական նամում, որ էլի ծով է իմաստավորում, ծովինար արդեն անուն է ասում, հայտնվեց մի առասպելական ծովի առջև, նրա կամքով այդ ծովում ժայռացավ մի քարապ, կատնաղբյուր, կյանքի ակունքով, որից հեղեացավ ծովինարը, եւ նա ծնեց սանասար բաղդասար երկվորյակներին։ Դեռ ոչ մեկի մտով չեն անցնել, որ այդ դիցանունների սար բաղադրիչը իմաստավորում է լեռ, սար նշանակում է ոչ միայն լեռ, այլև գագաթ, ակունք, զգիզմ, սարան անցել է հնդարական իրականությունը նշանակում է էություն, եւ մենք արդեն առաջին անգամ հանդիպում ենք լեռ էություն առնչությունը, նշենք հենց սկզբից, որ է տառը եռանկյունի մեջ դաջված է Էջմիածնի մայր տաճարի խորանի սնար, իսկ սանասարի անվան առաջին մասը սան արդեն ակնարկում է եւ արև, եւ ծնունդ, եւ սերունդ, ինչպես որ կա դիսասուն, դիցազն, կամ ռուսերեն մնացել է սին, իսկ անգլերեն սն նշանակում է արև։ Ուրեմն մենք ակնարկում ենք, մի ունենք ակնարկ, հենց միայն սանասար անվան մեջ լեռ եւ արև առնչությամբ։ Շարունակենք, չտապենք, վերադառնանք նորից շումերական դիցարան։ Ուրեմն շումերների ողջ մշակույթը ժառանգված ակադները երրորդ հազարամյակի երկրորդ կեսին Հայաստան կատարած իրենց արշավանքից հետ կատարեցին դիցարանում որոշ փոփոխություններ։ Ինանան շումերական դիցամայրը մեր նանեի զուգահեռը վերանվանվեց Իշտար Աստար, ճիշտ այնպես ինչպես մեր աստղիկ դիցուհին եւ այս բոլոր անունների հիմքում ընկած է աստ արիական արմատը, որ ունենք հենց աստված բառի մեջ եւ սվաստիկա բառի մեջ, այսինքն այդ փոփոխությունը հենց եվրոպական է։ Ավելի կարևորը, ինքին վերանվանվեց Էյա Խայա, Էյա Հայա ավելի ճիշտ։ Եվ նա կարևորվեց, դարձավ գլխավոր աստված։ Արդեն Էյա Հայան էր, որ մարտնչում էր Աբզու կոչեցյալ տիեզերական ջրեր մարմնավորող աստծու հետ, խլում է նրանից այդ ջրերի ընդերքում գտնվող ինչ որ մեծորություններ, իմաստություն, նույն անուն նրա հետ եւ ամենակարևորը տիեզերական ջրերի հատակում նա կառուցում է մի տուն, որը կոչում է Աբսուի տուն, դա հավասարազոր է Էայի տուն, հասկացությանը, եւ հենց այդ տանը նա հետագայում ծնելու է արևամանուկ բաբելական մարդուկին։ Եվ այն մենք հասկացանք, թե տուն հասկացողությունը որտեղից է գալիս, դա դիցական ծագում ունի, եւ այդ տունը, Էայի տունը, դա ոչ այլ ինչ է, քան Աստծո տունը, տիեզերքի ինչ որ անհայտ մի անկյունը։ Ուրեմն ժամանակի ընթացքում այնքան է դա կրկնվել, որ Էյան արդեն տուն է ինքնին նշանակել եւ հասել է ուրարտական աղբյուրներ արդեն լրիվ պարզ տուն իմաստով։ Կամ եք ուրիշ
հանգամանք ևս շումերական այլ մեկ էպոսում Գիլգամեշ հերոսը անմահություն ձեռք բերելու համար, ավելի ճիշտ անմահության ծաղիկը ուղևորվում է դեպի երկագատ Մաշու լեռը, որի դարբասով արևամեն օր մայր մտնել ծովի մասին է խոսքը եւ ծագում ամեն օր եւ այդ գագաթի լեռան գագաթներից մեկում Նիսիր հանգրվանել էր շումերական նոյը, որ ճուներ Զյուսուդրա։ Այդ լեռան շրջակայքում կար առասպելական մի ծով, դրախտային կղզիներով։ Շանզ-Ելիզե, ֆրանսերեն Ելիսեյան դաշտերը հենց դրախտ են ակնարկում։ Եվ այդ կամոն կարևորը, որ այդ ծովի հատակում կար կերև կենաց ծաղիկը, որը Գիլգամեշը ձեռք բերեց, բայց օդը նրա ձեռքից հետո խլեց, դուք արդեն տեսնում եք Աստվածաշնչի, այսինքն 5 կտակարանի ակունքները իսկական։ Դիցաբանները, եւ տեսաբանները ընդհանրապես ծովից ծնվող եւ ծով մայր մտնող արեգակի հնչեվրոպական գաղափար առնչում են Վանա ծովի հետ։ Եվ կարծեք Վանա ծովն իր կղզիներով ակնարկում է կարծեք հենց այդ շումերական առասպելական ծովը։ Վան հայերեն նշանակում է տեղ, վայր։ Մենք ունենք Օթևան, մենք ունենք Ավան, մենք ունենք նաև անուններ, Իջևան, Երևան, Նախիջևան, Վան նշանակում է տեղ։ Բայց մենք ունենք նաև վանք բառը, Ք հոգնակիով, այստեղ մենք նորից ունենք տեղ, բայց արդեն սրբազան տեղ, այսինքն Վան անունը իր մեջ արդեն պարունակում է այս ամբողջ պատկերացումը, ծովի հատակում գտնվող ինչ-որ պալատներ, ինչ-որ տուն, էայի տուն, բայց այստեղ չի վերջանում։ Մենք գտնում ենք շումերական նորից նույն մոտիվը հենց Սասնա ծռերում, չէ որ հենց այդ նույն առասպելական ծովի հատակում գտնվում էր մի պալատ, մի պարտեզ, կենաց պարտեզն է, մի տաճար եւ մի ջրավազան եւ այնտեղ իջավ մեր Սանասարը, ձեռք բերեց թուրք կեցակին, որը հայրման չեկան կայծակի այլաբանությունը, ձեռք բերեց հրեղեն քուրդիկ ճալալին, ուշադրություն, քուրդիկ բարի մեջ կա նույն կուր արմատը նա հրեղենձի է, եւ այդ լողավազանում լողանալուց հետո, տաճարում աղութելուց հետո ուժ տվեց զորությամբ, նրա աչքերին դաշվեց խաչ պատրազմին, որը հաջողության նշանն էր։ Սա արդեն ակնարկում է աչ պտտվող սվաստիկան, ինչպես մենք գտնում ենք մեծամորում գտնված այս քարակերտ եւ այլ կոթողների վրա, որ տեսնում եք կուրքի աչ ականջին դաջված սվաստիկան աչ պտտվող եւ այս մոտիվները կարտարելապես նորից ներդաշնակում են էայի հետ կապված շումերական պատկերացումներին, ծովի տակ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի տուն, Աստծո տուն, ես գիտեմ դուք շփոթվեցիք, այդ ինչ առասպելական ծով է, որտեղ է նա, երկնքում, երկրի վրա, երկրի տակ, այստեղ պետք է անպայման մի բացահայտում անենք, որ մեր առասպելաբաններն էլ կամ չգիտեն, կամ անտեսում են, ավելի շատ երևի անտեսում են, երևի չգիտեն են, ուրեմն կար այսպեսի մի պարզ պատկերացում։ Նախնիկ երկիրը պատկերացում են որպես տիեզերքի արտացոլանք։ Այն ինչ որ տեսնում են երկրի վրա, համոզված են, որ նախատիպը գտնվում է երկնքում։ Այդպես ծնվեց երկնային Դիգրիս եւ Եփրատ հասկացությունը, որ կա գետնի վրա։ Այդպես ծնվեցին բուրգերը, որպես երկնային միլիար, այդպես ծնվեց նաև Վերի Երուսաղեմ արտահայտությունը, քաղաքներն անգամ բարձրանում էին վերև եւ կար հակառակը։ Նրանք շատ խելոք են մեր նախնիկ։ Նրանք ինչ որ կառուցում են երկրի վրա եւ ինչ անում են, փորձում են անել ընդօրինակելով տիեզերքի իրենց պատկերացումները, այդ օրինաչափությունները եւ բոլոր կառույցներում, մասնավորապես հավատամքային դիմում էին տիեզերքի մոդելը կառույցը։ Այդպես բուրգերը ասեցինք ներկայացնում էին տիեզերական լեռ, այդպես զիկուրատներ, ուշադրություն արմատումներից մենք հիմքն են գտնելու 7 աստիճան ներկայացնում էին լեռներ, հիշեցնենք որ այդ լեռներ չկային միջագետքում, նրանք ստիպված էին կառուցել հողից, կավից լեռներ, 7 աստիճան ներկայացնում էր երկնքի 7 շերտերը, նրա գլխին դրվում էր տաճարը, մի նեայի տունն է դա, եւ սա մենք ունենք տիեզերքի մոդելը, այդպես էլ երկիրն էին պատկերացնում, այդպես էլ հեթանոսական բոլոր մեյանների եռանկյուն
ճակտոնները ներկայացնում են տիեզերական լեռը, սյուները երկինքը պահող հիմքեր կա տիեզերական սյուն հասկացողություն եւ մինչեւ այսօր քրիստոնեական եկեղեցիների գմբեթները իմաստավորում են երկինք, որտեղից լույսն էին դնում, նրանք երբեմն պատկերվում էին, նրանց վրա պատկերվում են հրեշտակներ, աստվածներ եւ այլն։ Այսինքն ամբողջ տաճարը կամ եկեղեցին ներկայացնում է տիեզերքի մոդելը, տիեզերքի կառույցը, շատ բարի։ Այս բaragային տաճարներում պիտի լինի մի տեղ, Այ տեղը, այ տունը, եթե տաճարը տիեզերքն է, ապա մի տեղ էլ պիտի լինի Աստծո տեղը այ։ Կեցեք, կրայեցիք, խորանն է։ Խորանը նա հենց տաճար է տաճարի մեջ։ Այն տեղը, անհայտ տեղը, որտեղ տիեզերքի ինչ-որ մի տեղում բնակվում է Էյան, բնակվում է Գեր Աստվածը։ Այդպես էլ բոլոր հետանոսական մեհյաններում դրվում էր խորան, այդ խորանի վրա կանգնացվում էր համապատասխան Աստծո քանդակը։ Այդպես էլ եթե Աստված չէր ներկայացում, կարող կա պաշտական էր, ապա այնտեղ դրվում էր կենտրոնական օջախը, կրակարանը, որը մեր թոնդիրն է, եւ մենք գիտենք, որ թոնդիրը սրբազան տեղ է, որ այնտեղ նախնյաց հոգիներն են ապրում։ Հիշեցնենք մի բան էլ, ըստ մեր հավատամքների Արարատը կոչվում է նաև նախնյաց ոգիների տիցարան, դուք անդադ տեսնում եք լեռ ոգի կապը անընդհատ կրկնվում է մի թեմա հազար տարբերակներով եւ այդպես էլ նույն հասարակությունը անցավ եւ քրիստոնեական եկեղեցի խորանների վրա դրվում է խաչը կամ խաչելիությունը կամ սրբապատկերներ, այսինքն խորանը ներկայացնում է Աստծո տունը տաճարի մեջ, ոչ թե տաճարն է Աստծո տուն ամբողջովին, այլ կոնկրետ տեղը այդ խորանն է, բայց այս բaragային ինչ կապ ունի խորան բառը, ինչպես է դա բացատրվում, ըստ Աճարյանի պես այդպես հնուկ մի լեզվաբան խորան բառը համարում է փոխարիչություն պարսկերեն խարգա վրան բառից, նա չի սխալվում, խարգահն էլ գալիս է խորանի հետ, բայց ճանապարհը ճիշտ չէ, ավելի մոտ են կարստը, որ խորանը կապում են գար շումերական երկինք անդունդ հասկացության հետ, ավելի մոտ է Մարը, Ուրանոս, Քրոնոսի հետ, ամենամոտ Ալիշանն է, որ խորանի մեջ տեսնում է խոր արմատը։ Կատարելապես ճիշտ է, խորան նշանակում է ընդերք, նշանակում է խորություն, մենք այդպես ունենք հոր հասկացողությունը, մի փոքրիկ բաղից կբացեմ, այ հասկանաքի, որ ասում են ճշմարտությունը կամ իմաստությունը ջրհորի հատակում է, սա հնից եկող այն Աստվածը, որ ապրում է տիեզերքի ինչ-որ միտեղ ընդերքյա ջրի հատակում, ճշմարտությունը իմաստությունը այդտեղ է, բայց մի ոչ միայն մենք ունենք խորը, փաստորեն խորը եւ հորը, դա պարզապես կուր խուրի մեկ տարբերակն է, եւ հենց այդպես էլ ինչպես որ ասեցինք, որ կա խարել, խորովել, արել արմոք բառը, մենք ունենք նաեւ զուգահեռները ամբողջ առաջավոր Ասիայում, հոր էր կոչվում արեգակնային Աստվածը Եգիպտոսում, Հուրիա էր կոչվում խուրիների երկիրը, Խուրուլար կարանդեղ, իսկ Հուրյաները դարձավ նույն այսօրվա Սիրիան, արաբերեն Շամ նշանակում նորից արև, մենք անդադ վերադառնում ենք նույն ակունքներին, Պարսկաստանում, պարսկերեն խոր կոչվում է եւ արև, եւ կրակ, եւ Խորասան, բառը երկիր նշանակում է արևի երկիր, դեռ չի վերջացել ամեն ինչ, մենք բարձրանում ենք մի քիչ վերև, Օսետերեն խուր նույնպես նշանակում է արև, Խորս էր կոչվում հին ռուսական արևի Աստվածը, եւ մարդիկ դեռ չնկատեցին, որ ռուսերեն խրամը հենց խորանի հետ կապ ունի, որ ոչ միայն ռուսերեն խրամը, այլ ռուսերեն խարանից բառը, գարա բառը, գարեց բառը, կուրգան բառը, դերս բոլորը չէ, եթե ձեզ ասեմ, որ կուրիցա բառը կապ ունի, կասեք թե դա ինչպես է լինում, շատ պարզ, խորոս, պարսկերեն հայերեն խորոս նշանակում է ակլոր, որը արեգակնային թրջուն է, որը ավետում է արևածագը, եւ հասել է այնտեղ մինչեւ, տեսեք, կուրիցան, բայց ոչ միայն կուրիցան, այլև կուրից բառը հուր արմատն է դրված այդտեղ, տեսեք ինչեր է թաքցնում մեր իրականությունը, որ վրայից այսպես ապրում ենք, բայց եթե ես ասեմ ձեզ, որ ուկրաիներեն խարլի, գեղեցիկ,
ռուսերեն խարոշին գեղեցիկ կապ ունի հետ հայկական խորոտ գեղեցիկի հետ եւ հուրի փերի գեղեցիկի հետ այս արդեն կարող է թվալ ցնցա ես ուզում եմ այստեղ սահմանափակել խորի հետ կապված որովհետեւ ամբողջ մի բառերան կարելի է համել խուր կուր արմատո որոնք ունեն իրենց հիմքում հենց այս պատկերացում ինչի մասին որ խոսեց կարմի ընդհանուր թեմա արևը ծովի տակ ինչ որ տաճար ինչ որ միլիարդ եւ երևի կռացիկ նաեւ թե ինչու էր աստվածաշնչյան լեռը կոչվում խորիվ հենց այն լեռը որի մոտ բոցավառվեց մորու թուփը եւ Եհովան հայտնվեց Մովսեսին որպես ես այն եմ որ են ռուսերեն ազմ ես սուշի ֆրանսերեն je suis ce qui est Եհովան նույնացավ էի հետ եւ նույնացավ նույն այդ խորիվ լեռան հետ այստեղ մենք բացահայտեցինք ուրեմն խորանի բուն իմաստը նրա կապը էություն Աստծո հետ հասկացանք նաեւ թե ինչու էր հայտնվել է տուն առումով այդպես շատ մակերեսային ուրարտական արտանագրություններում եւ դա պետք է մասնագետներին նյութ տա վերանայելու իրենց կարծիքները մենք պիտի ավելացնենք նաեւ որ էան հանդես է գալիս որպես կենաց ծառ ոչ շումերական այլ հայկական լեռնաշխարհի դիցարաններում գիշ էա եբրայերեն փոխառություն է հայա եբրայերեն եթե չգիտեք նշանակում է կյանք եվա բառը հենց գալիս է այայից իվա կենի ծառը ունի նույն արմատը սա էասո իքական տարբերակն է եւ նրանց ավելացնել որ էյան հայան հենց հայերիս ինքնանվանումն է բարի պետք է ասել որ այն առաջ հնչել է այ այդպես էլ մնացել է էյա հայա ուներեն այոն էոն մնացել է այի էին եվրոպական լեզուներում կարտացվում է բայց ոչ միայն հայերեն նույնպես մնացել է այրել երել այր էրիկ կմտածեք որ էքուցը կապված է այք ցայք բառի հետ նշանակում է հաջորդ առավոտ կամ ինչի հիմա ոչ մի հանդիպես իշի հանդիպել ստուգաբանությամբ էք բառը հայերեն գալիս է այգի բառից որը եւ այն մեկ տարբերակն է ասում պնդում են որ էյա հայան բնիկ հայկական աստված է բայց մենք ունենք արդյոք մի ապացույց անվիճելի ապացույց որ ցույց տան ոչ միայն դա հայկական լեռնաշխարհից է այլ իսկապես հայկական է կա այն այս ժառապատկերը գտնվում է Երևանից 60-70 կիլոմետր հեռավորության վրա մեծամորում կենտրոնում դուք տեսնում եք աստղային երկնքի վրա եռանկյունին որը հենց իմաստավորում է տիեզերական լեռ եւ հիմա դուք այստեղ հասկացաք թե որտեղից է գալիս աստղատուն հասկացությունը աճակողմյան վարչյակը քարատև հենց դա 4 զորությունների 4 քայլների տիրակալ Էնլիլի հայկական տարբերակն է, իսկ ձախակողմյան շշացեր նշագիրը հենց ինքը այան հեյան։ Այս ժառագիրը արժե է Հայաստանի ողջ ոսկին։ Ասենք, որ այն գտնվում է աստղադիտական պաշտամունքային փոքր բոլորի ստորոտում ուղղված է դեպի հարավ, դեպի աստղային երկինք, ըստ հաշվարկների այստեղ կատարվել են 2800-2600 թվականների ընթացքում Սիրուսի դիտումները նրա ծագումը ժամանակ է տեղի ունեցել եւ դա համապատասխանում է նավասարդ 1-ին օգոստոսին հայկական ամանորի պետք է ասել որ դա հայտնաբերվել է նաեւ սրբարան 7 աստվածությունների այդ ինչպես դուք տեսնում եք այստեղ ամբողջ այս սրբարան այս խորանը դա ներկայացնում է տիեզերքի կառուցում ես հաջողվեց դա մեկնաբանել միայն բրահմականության օգնությամբ ըստ նրանց տիեզերքի պատկերացումների եւ մեծամորը եղել է մեծ կենտրոն աստղագիտական եւ նաեւ մշակութային առումով եւ մետաձողալական Հետաքրքիրն է, որ շումերական աղբյուրներին անդադար հիշատակվում է Արատամի երկիր, որը Սկավուկչյանի հենց նույնանում է Մեծամոր հետ։ Միջալով Մեծամոր անունը տրված է այդ բնակավարին հնավոր 400,000-ամյակից բնակված մոտակա Մեծամոր գետի անունով հիշատակվում է Խորենացին։
ստուգաբանություններ կան, առատան, եթե գողությանը նույնացնում է իսկապես մեծամորի հետ դա լրիվ հիմքեր ունի, իսկ ստուգաբանությունները առատա է սխալ են, քիչ թե շատ ըստ մեզ, նա առատա նշանակում է առմայր, որ հետո դարձել է առհայր, որտեղ ատա մինչև այսօր մնացել է հայերի մեջ որպես մեծ մայր, եւ այլն որ մնացել է որպես մեծ մայր, նա ունի տարբերակներ եւ իգական եւ արական, առ եղել շումերական դիսամայր, արարու դիսամայր, ուրեմն արա առաջ եղել է արական, իգական ասվածություն, հայրիշխանության վերափոխվել է, ատա ածամսը մնացել է նինատա շումերական դիսամոր մեջ, բայց եւ խորիմիտանական արքայինների մեջ սաուսատար, տուշրատա, պարսասադար, ուրեմն ռուսերեն վրացվել դա դառնում է դեդին, ռուսերեն դառնում է ջեթ եւ դառնում է երկճոճա, տեսնում եք նրա եւ արական եւ իգական սկզբունքները, ուրեմն առատան եղել է մեծ մայր ինանայի մեր նանան, հայկական նանայի մի սրբավայր եւ երևի դրա հետ ինձ կապվում է եւ ծովինարի մեկ տարբերակը։ Եվ հենց այս ժառագրի հիմնական գաղափարն էլ սփռվեց աշխարհով մեկ, որպես գեր աստվածություն, հայտնվեց նույն անունով, դաջվեց Ապոլոնի տաճարումս Դելֆի Պլուտարքոսի, նա հանդիսացավ եւ Մովսեսի Եհովանի ներկայանում, եւ Քրիստոսի ներկայանում, որ այն է այն, նա այս գաղափարը գաղտնագիտության մեջ մնաց որպես էսանս գլխավոր հայր Աստված, անցնելով մասոնականություն, դուք տեսնում եք, ամերիկյան մեկ դոլարականությունի վրա մեզ արդեն այդքան ծանոթ է լեռ բուրկը, վերևում արևի աչքը, բայց ավելի շատ այն մնաց հայ իրականության մեջ, թեև ակնարկվել է նա Պլուտարքոսի մոտ, ավելի ճիշտ Բյութագորասի ոսկետաղերում ուշադրություն սրբազան եռանկյունի հսկա եւ հստակ խորհրդանիշ բնության ակունքն ու տիպարն աստվածների, նրա մասին հիշատակում է անգամ Վիկտոր Հյուգոն ուշադրություն երկրպագելով էությունն անհայտ, սրտեր ու մարտիրոսները վես, ակնածում են հոգեկես, եռանկյունին խորհրդավոր, բայց դա մնաց հիմնականում հայ իրականության մեջ, ունենք մեր նարեկացին, որը նրա տաղերից, ինքնագո էյանուն աստված է, որ էության մեջ անհաստ միշտ նույնն է, նույնն է նա իր հետ, նույնն է և միակ, մեկն է իչունից նուրին նույն թվում, թիվ որ եզակի, եռակի է պարկ, մենք ունենք երորդության ամենաառաջին գաղափարը մինչև քրիստոնեություն։ Ինձ շարունակեց վնալ, միջնադարում որպես շատ կարևոր աստվածություն եւ դարձում էր դա եռանկյունի մեջ։ Այդպես ինչ որտեղ նա խամրեց, հետո վերահայտնվեց, ասեցին, որ նա հայտնվեց Էջմիածնի մայր տաճարի խորանի սնարին եւ դուք հիմա տեսնում եք այս եւ հասկանում եք, թե հիմա ինչ է նշանակում աստվածամոր գլխավերևում եռանկյունի մեջ դրված էտարը, դա հայր աստվածն է, աստվածամայրը դա մեր ծովինարի մի տարբերակն է քրիստոնեական ձևով, մանուկը ծնվող արեկակ այնտեղից, այդ էտարը դաջեց Ռաֆայել Իսրայելյանը Խաչկարիրի այս խմբի վրա, Գևորգ Խանջյանը իր հանրա այդ հայ գրերը գողբելենում արևի վրա եւ շատ հեռատես մեր վապար Վազգեն Հիմայից առաջ պատվիրել էր արդեն այդ տապանակարը, էտարը դաջեց արական խաչի հետ իր տապանակարին ի տարբերություն բոլոր մյուս վապարների։ Կար ժամանակ, որ արևը ծագում եւ մայրեր մտնում հայկական լեռնաշխարհում։ Այսօր քաղաքակրթություն համաշխարհային այդ արեկակի հեռավոր արձագանքներն են ինչպես լույսն երկիր հասնում հանգած աստղի մահից հետ լուսատարիներ անց։ Եվ այդ արեկակը փակվեց հայկական լեռնաշխարհում ինչպես մեր փոքրիկ մհերը եւ այդ մեզնից է կախված նրա վերստին ծագումը հիմնավորելու համար մեր հավատքը հայ եկեղեցին եւ մի նոր գոյություն ունենալու համար, սակայն ըստ հնդկական մի իմաստության աշակերտը ուսուցիչ այս ներեցեք հայտնում այն ժամանակ, երբ պատրաստ է աշակերտը, այդ արեկակը կծագի, երբ որ պատրաստ կլինենք մենք, սակայն այսօր մինչ այդ այժմ գիրը գտնվում է բաց երկնքի եւ արածող անասունների սմբակների տակ 40 տարի վեր նրա ինչ հայտնաբերվել է նա արդեն ահագին աղճատվել է եւ մի քանի տարից հետո կարող է իսպար վերանալ ուստի բոլորին
ում գենետիկի շեղությունը դեռ արթուն է, ում դեռ գիտակցությունը ինչ-որ բանի հուշում կամ արյան կանչը կամ տոնի կանչը, բոլորազգային կորձիչներին, իշխանություններին, համապատասխան մարմիններին և առաջին հերթին հայոց վեհապար Գարեգին, այն մի խնդրանք, փրկեք այս ժայռագիրը, հակառակ դեպքում ես կարող եմ Քրիստոսի խոսքերով ասել, ներեցեք Տեր կամ սերունդներ, նրանք չգիտեն ինչ են անում, բայց եթե ես էլ ներեմ, մենք էլ ներենք, գալիք սերունդները ոչ ոգու չեն ներելու։ Մնում եմ հավատով, մնացեք և դուք, մեր Աստվածն ու